Մատաբար գենիկ ձապ լոբի մշակել է բամիդուց ու վարունգից այնքանով արդյունավետ, որ իր աշխատանքը մի քիչ է, ինչով է քիչ, որ ինքը թելը ինք իրան փաթաթում է, ավելորդ բջաշիվերը պոկելու խնդիր չկա, ֆոտոսինթեզ ինքը իրենա կատարում, փոշոտում չենք կատարում դրա հետ կապված, բայց լոլիկ մշակելու ժամանակ փակ գրունտի մեջ անպայման մենք իրան ֆոտոսինթեզ ենք կատարում։ Իսկ հիվանդությունների վնասատուների դեմ պայքարելու առումով ոնց է, շատ է պայքարում, թույնը շատ է օգտագործում։ Չէ, թունաքիմիկատը լոբի համեմատ քիչ ենք օգտագործում, շատ օգտագործում վարունգի հետ կապված, պամիդորի, լոլիկի հետ կապված, որտեղ այնտեղ ворթը ավելի շատ է էֆեկտիվ աշխատում, քան սա։ Իսկ ինչքան պետք է նախատեսը ստանաք էս։ Ինչքան է 1000 քառակուսի մետր է, 500 է, ինչքան է։ Երկու հատ 500 քառակուսի մետր, կոնկրետ այս ջերմոցը 500 քառակուսի մետր է։ Ես նախատեսել եմ երկուսի իր այդ 1000 քառակուսի մոտրից մոտ 2.5 տոննա բերք։ 2.5 տոննա եթե ես կանաչ լոբի 2.5 տոննա կանաչ լոբի, տոննա կանաչ լոբի։ Եվ կարծում եք կհանի, հա, կարդարացնի իր այդ ծախսերը։ Իսկ հա, որովհետև ես անցած տարիներին էլի մշակել եմ, էֆեկտիվությունը շատ լավ ա եղել, բերքատվությունը նորմալ է։ Եվ ինչ խորհուրդ կտաք, ասենք, լոբի մշակող ընկերներին, մյուսներին, գյուղացիներին, ովքեր ասենք եկամուտի առումով, եթե ուզում ես մի քիչ եկամուտը ավելի առավել լինի, կարելի է սովորական ստանդարտից մի 20-ից 1 ամիս շուտ դնել բույսը, որպեսզի մի քիչ գումարային առումով ավելի էֆեկտիվ լինի։ Ինքը եկամտաբեր բույս է։ Հա, բայց նման դեպքում էլ արդեն պետք է 1.5 ամիս շատ վառես։ 1.5 ամիս պետք է ծախսել ավելի շատ անես, ճիշտ է։ Ծախսերը փաստորեն հանում է։ Ծախսերը հանում է, հա, էֆեկտիվությունը շատ լավ է։ Ուրիշ ինչ խորհուրդ կարող եք տալ։ Թող զբաղվեն բոլորը գյուղատնտեսությամբ, թող չդերագնահատեն մեր գյուղատնտեսությունը, շատ էֆեկտիվ, շատ լավ։ Շնորհակալություն Հակոբ ջան, հաջողություն ցանկանում։ Հաջողություն բոլորիս։